սպանվել է համայնքի ղեկավար, նոր ընտրված համայնքի ղեկավար, իշխանություններին հաղթած համայնքի ղեկավար, ընդդիմադիր համայնքի ղեկավար եւ ոչ մի կերպ չի կարելի նրա սպանությունը այլ կերպ մեկնաբանել, քան քաղաքական հանգամանքներով պայմանավորված լինելը։ Պարլամենտը կարող էր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել նախաձեռնել։ Ցավոք սրտի 2025 թիվն է, մենք նոր ենք դրա մասին խոսում։ Պետությունը կվերացնենք, մի հատ նոր պետություն, եթե հնարավոր լինի կստեղծել, ամեն ինչ կանենք, բացի ժողովրդի առջև ստանձնած մեր պարտավորություններից։ Իրանց նպատակ մենակ Ալիևի պահանջներ կատարելն է։ Բարև ձեզ, Իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Շնորհակալ ենք մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Պարոն Ղազարյան, թերևս հայկական իրականությունը ցնցած փառաքարում տեղի ունեցող պատմությունը կարծես շարունակում է ակտուալ մնալ օրվա դրահոսում եւ նախ կխնդրեի, որպեսզի դուք եւս մեկնաբանեիք, թե ձեր կարծիքով արդյոք այս վերջին քաղաքական իրողությունները որոշակի չափով նաեւ փոխում են ներքաղաքական դինամիկան, ձեր կարծիքով թե ոչ։ Ոչ թե բխում են, դա ուղիղ է կապված։ Բերեք չմոռանանք, որ սպանվել է համայնքի ղեկավար, նոր ընտրված համայնքի ղեկավար, իշխանություններին հաղթած համայնքի ղեկավար, ընդդիմադիր համայնքի ղեկավար եւ ոչ մի կերպ չի կարելի նրա սպանությունը այլ կերպ մեկնաբանել, քան քաղաքական հանգամանքներով պայմանավորված լինելը։ Առավել եւս, եթե այն դիտում ենք նույն համայնքում, նույն մարդու հետ կապված այլ փաստերի իրողությունների հետ։ Նախ այս պայդրությամբ, քանի դեռ տեսագրվում է մեր հաղորդումը, մարդասպանությունը կատարած անձը չի հայտնաբերվել։ Սա արդեն զավեշտ է մեր իրականության մեջ, որովհետև 21-րդ դարում այս տեսախցիկների, տեսանկարանող սարքերի, IT տեխնոլոգիաների, բջջային հեռախոս, քարտի գտնվելու վայրի ստուգում կայաններից որով անցնում, այսքան արագաչափեր, որոնք իրենց մեջ կամերաներ ունեն, ասենք չկարողանաս հայտնաբերես, թե սպանություն կատարած անձը խո չի անհետացել, չէ՞, ինչ-որ միտեղ գնացել է, չէ՞, այս կամերայից անցնում է մի կամերա, մեր երկրում երևի դες քառակուսի մետր չկա, որ կամերաներից դուրս մնացածը լինի։ Իսկ ի՞նչ է նշանակում մարդը չի հայտնաբերվել։ Ընդդիմության հանրահավաքներից մեկի ժամանակ հիշում եմ դիմադրության շարժման։ Ասեք, երեկոյան ժամ արդեն մութը ընկած լրիվ լավ չէ։ Մեկը Անթարեսի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ մի հատ դատարկ պլաստիկ շիշեր նետե։ 2 ժամ հետո ոստիկանությունը հայտնաբերեց այդ մարդուն, ձերբակալեցին։ Այն Սոս Ջանիբեկյան կար։ Հազարավոր մարդիկ են հավաքի, մի քանի հոգի նրա հասցեին ընդամենը ոչ ծեծել էին, ոչ բռնության էին ենթարկել, ոչ ասենք բացասական ռեակցիա էին բանարել իրան տեսնելուց հետո։ Մի քանի ժամ հետո այդքան հավաքի մասնակիցների մեջ գնացին քթան ձերբակալին։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այդ կարգի դաժանություն, սպանություն կատարած մարդուն չեն կարող ձերբակալել։ Իմ նկատմամբ բռնությունը, որ գործադրել, դա էլ էր սպանության փորձ էր 22 թվականի հոկտեմբերի 18-ին մեր շենքի բակում օրը ցերեկով։ Գիտեք երբ են հայտնաբերել այդ բռնությունը գործադրում 8 ամիս հետո դեպքից։ Հələ մի հատ, այսինքն եթե ինչ-որ մի բան ընդդիմադիր գործիչների նկատմամբ չի հայտնաբերվում։ Հələ իշխանական մի հատ գործ չի, հələ մի հատ թող մեկը փորձի մի հատ փողոցում մի նախադասություն ասի, տեսեք ինչ կլինի դրա հետ մի ժամ հետո։ Այս սպանությունից մի քանի օր առաջ էր, որ Փարաքար համայնքում ձերբակալվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, ինչ էր, Մկրտչյանը, նրա եղբայրը։ Ուրեմն այդ Մկրտչյանը մինչև դեսպան նշանակվել եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Նա նույնպես Փարաքար համայնքի բնակիչ է
եւ ռեստորան բիզնեսներ ունեն այդ համայնքում։ Ու այդ սպանությունից մի քանի օր առաջ նրա եղբոր մոտ հայտնաբերվել է ապօրինի զենք եւ թմրանյութ։ Եղբայրը բացատրություն էր տվել, որով ներքին գործերի նախարարը նույն օրը փորձեց արդարացնի, ըստ էության արդարացման ձև էր նրա արարքը, ասաց, որ դա Իրանը չի պատկանում, այլ ինչ որ մեկը իրանց հարևաններից նստել է իր մեքենան, ոստիկանին տեսնելուց դա թողել է ու փախել է։ Ընթացքի մեջ գտնվող մեքենայից ոնց է փախել, մեկ մարդ չի հասկանում։ Այդ փոքր գյուղում իր մեքենան նստողը պարզ է, չէ՞, թե ով այս, եթե իրան ընդ որում իրան ձերբակալել են, ի հակադրություն նախարարի տված բացատրության, նույն օրը քննչական կոմիտեն նրան մեղադրանք առաջադրել, ձերբակալել է, խաբման միջոց են կիրառել, նա հիմա տնային կալանքում է։ Այսինքն վարույթային գործողություններ տրամաբանությունը ուշում է, որ նա հանցանքի մասնակից է, հակառակ դեպքում ամեն մարդուն չեն կարող մեղադրանք առաջադրեն։ Լավ, նա էլ պիտի ասած լինի, չէ՞ ով է նստել իր մեքենան, իր հարևանը, ինչի՞ մա չենք թե։ Այն մարդը, որ ասում են, որ իբր ապօրինի զենք եւ թմրանյութ բերել է, դրան էլ չեն հայտնաբերել։ Որովհետեւ դրան որ հայտնաբերեն, նա գալու է, չէ՞, ասի, դի մի չի ելնի, կարատես բան ասի, եթե այդպես է։ Իսկ այդ Նարեկ Մկրտչյանը, բացի դրանից, որ նախարարը նա պատահական մարդ չի, նա եղել է Փարաքար համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատասխանատուն ընտրությունների կազմակերպման համար։ Եթե հիշում եք, այդ օրը Հայաստանում երկու համայնքում էր զուգահեռ ընտրություն՝ Գյումրի եւ Փարաքար։ Գյումրիում ամբողջ իշխանական վերնախավն էր կենտրոնացել, որտեղ իրենց համար դա ավելի կարևոր էր, Փարաքարը թողած էր այս Նարեկ Մկրտչյանի պատասխանատվությանը։ Ու այսօրվա սպանված համայնքի ղեկավարը այն մարդն է, որ հաղթել է ՔՊ-ին, այդ թվում Նարեկ Մկրտչյանին, այդ ընտրություններում ընդ որում հաղթել է ոնց, միանգամից 50%-ից ավել ձայն հավաքելով եւ իրավունքի ուժով համայնքի ղեկավար դառնալով։ Դրանից առաջ ուզում եմ հիշեցնել նաեւ մեր հեռուստադիտողներին, որ Փարաքարի այս տարվա ընտրությունը դա արտահերթ ընտրություն էր։ Իսկ ինչի էր արտահերթ, որովհետեւ դրանից առաջ 2021 թվականին այդ համայնքում տեղի էր ունեցել համայնքի ղեկավարի հերթական ընտրությունը։ Եվ այսօրվա սպանված քաղաքապետ համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանը մասնակցել է նաև այդ ընտրությանը եւ առաջնորդել է ապրելու երկիր կուսակցության համամասնական ցուցակը։ Ու իր գլխավորած դաշինքը ստացել է առավելագույն թվով ձայները այդ ընտրությունը, այսինքն 50%-ից ավել չի եղել, ոնց որ 25 թվին, որ ավտոմատ ընտրվեր, բայց ամենաշատ քվեները համայնքի բնակիչները ամենաշատ քվեներ իր առաջնորդած դաշինքին էին տվել։ Տրամաբանությունը հուշում է, որ որպեսզի համայնքում նորմալ ընտրություն լինի, պիտի ամենաշատ քվեն ստացածը դառնա համայնքի ղեկավար, չէ՞, ոնց որ ասենք եղավ Գյումրիում։ Մյուսները միանում են, որտեղ համայնքը պիտի ղեկավար ունենա ի վերջո։ Ով պիտի լինի։ Տրամաբանությունը հուշում է, որ նա որ առավելագույն քվեներն է ստացել, եթե նա այլ որոշում չի կա։ Ու փոխարեն այս մարդուն դեռ այն ժամանակ ընտրեն համայնքի ղեկավար, համայնքը հանձնել իր բնականon հունին իր հանրային խնդիրների լուծմանը, ԿՊ-ն իր փոքրամասնությամբ հրահրեցին այստեղ մի հատ քաղաքական ճգնաժամ։ Եթե հիշում եք, համայնքի ավականոնից չէին թողնում գումարվի, Փարաքարում ընտրություններից հետո, այս մարդն ասում էր, ես եմ ընտրվել համայնքի ղեկավար, մեկն ասում էր, ես եմ ընտրվել, ընտրությունը որը նոմա, մեկն է չէ ընտրվում, ոնց կար ընտրությունից հետո երկու հոգի ընտրվի։ Հիմա այս ճգնաժամ հրահրեցին, թույլ չէին տալի, որ համայնքի ավական ոստիկանությունն էին տարել լցրել համայնքում, ուժեր էին կիրառում, չեն թույլ տալի ավականուն տրված անդամներ էթան ավականուն նիստի, որովհետև ավականու անդամները, որ էթային ավականուն նիստի, մյուս անցած ավականները Վալոդիա Գրիգորյանին ընտրելու էին համայնքի ղեկավար, որպեսզի չընտրեին ԿՊ-ն իր ուզածը անի, ճգնաժամ էին հրահրել։ Այդ ճգնաժամի զարգացման ամենաբարձր կետին հրավիրվում է համայնքի ավականուն նիստ, որին, չգիտես ինչի, ներկա են քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորներ Հայկ Սարգսյանը, հանրությանը հայտնի Շիշ բռնող եւ Վահագն Ալեքսանյանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահի տեղակալ Նիկոլ Փաշինյանի տեղակալն է կուսակցության գծով։ Սրանք գնում են, մասնակցում են ավականուն նիստ, ինչ ասենք Վահագն Ալեքսանյանը իջևանցի եկի Երևան ապրում է իր մոր եւ մորքուրի հետ։ Փարաքարի
համայնքի ղեկավարի ընտրության, համայնքի ավականու հետ, Վահագ Ալեքսանյանը ինչ կապ ունի, ոչ մի կապ չունի։ Շիշ բռնողը Վարդենիսցիա, իր հետս կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարն էր եղել, Վարդենիսից եկել են Երևանի մեջ 3 հարկանի տուն են սարքել, մինչև դե ապրում են։ Դրանք ինչ կապ ունեն փարակա, այսինքն պարզա որ իրանց ընտեին ներգրավվածել ինքներ ազգային ժողովի падգամավոր ԿՊ-ից է։ Պարզա որ դրանց ներկայությունը ոչ համայնքով է պայմանավորված, ոչ մաքուր քաղաքական է։ Գնացել են մասնակցեցին ավականունիստին ու այդ ավականունիստին այսօրվա սպանված համայնքի ղեկավարը մանդատը վայր դրեց եւ իր հետ ապրելու երկրի բոլոր 10 անդամները ավականու անդամները մանդատները վայր ու ԿՊ-ականին կարգեցին համայնքի ղեկավար։ Կարգեցին համայնքի ղեկավար, հետո իրանք բռնեն դրան, կարծեմ ինչ-որ քրեական գործ հարուցվեց, ինչ եղավ, ու դրանից հետո նոր համայնքում եղել է արտահերթ ընտրություն։ Եղել է արտահերթ ընտրություն, այս մարդը ընտրվել է սպանում։ Հիմա ասում եք սպանողին էլ չեն գտնում իբր։ Հիմա մարդ կա որ մտածում է որ սա ուրիշ որևէ գործոնով է, բա ռեստորանում ասենք էլ նոմա միջադեպ նստած խմելուց ելնեն բանան են, ասես թե հիմա միջադեպ է, ելեք հենց աղային հողի վրա էս է եղել, ակնհայտ տեսանյութել են հրապարակել, տեսել ենք մարդը իր տան դիմաց, իր ոչ մեկի ոչ նեղություն է տալի, ոչ վիճաբանություն ոչ կա, ակնհայտ այնտեղ փորձագետի, մասնագետի կարծիքն են հրապարակել, որը վերլուծել էր այդ մարդասպանի վարքագիծը, դա բնութագրել որպես պրոֆեսիոնալ մարդը, այնտեղ ստուգողական կրակոցները արձակվում, դիակի վրա արդեն ըստ հիմիկվա ունեցած մամուլի տեղի մոտ 18 գնդակ կա նրա մարմնում, ասենք այդքան, ասենք դի այնց պատահական կրակոցի բանի, ու ակնհայտ է, չէ, որ էսի քաղաքական գործընթացների հետևանք է։ Ու սա նաև ինչի հետևանք է, որ իրավապահ համակարգ գոյություն, բա դուք մի համայնքում, որտեղ կա լարված քաղաքական մթնոլորտ, հասարակական պառակտում, 2 օր առաջ ինքներդ եք թե ապօրինի զենք եւ թմրանյութ իշխանության ներկայացուցիչ ազգականի կողմից, ինչը ամենաթողության հետևանք է։ Դրանց իսկի կալանքի չեք տա, դա չէին տանի կալանքի, էլի, սրբազան չէր այդ բանի եղբայրը Նարեկ Մկրտչյանի, որ մի խոսք ասա, միլիարդատեր հայ չէր, էլի, բարեպաշտ նորմալ մարդ որ տանեին կալանքի։ Նարեկ Մկրտչյանի եղբայրն է։ Դրան տնային կալանք կարա, բայց այդ մթնոլորտում այդ համայնքում դուք օպերատիվ իրավիճակ չվերահսկեք, որ բերի հանգեցնի տենց հետևանքների, սա նաև ոստիկանության անգործության հետևանք է։ Դե դեռ ինչից ասենք այսօր ոստիկանապետը ով է։ Լոռու նախկին մարզպետը։ Հիմիկվա ոստիկանության պետի նախորդող պաշտոնը մարզպետն է եղել։ Ներքին գործերի նախարարն ով է։ Մի աղջիկ։ Բայց դրա ղեկավարած համակարգը այդ վիճակում կլինել։ Հիմա ասենք, որ ինձ հրավիրեն վիրահատարան, ասեն, բան արա, բժշկական հանդերձանքդ գրի, անցի այս լեղապարկի վիրահատությանը։ Ու ես եմ լեղապարկ վիրահատել, այդ հիվանդին հետո ինչ ալնելու։ Ամենայն հավանականությամբ մեռնելու է։ Բայց ինչ տարբերություն։ Ես այդամ վիրահատարանում մարդ վիրահատեմ, թե Արփինե Սարգսյանն ալի ներքին գործերի նախարար։ Արփինե Սարգսյանի ղեկավարած համակարգում այդ պիտի լինի դրա հետևանքները։ Որովհետև դրանց սաղի ուշք ու միտքը մենակ Նիկոլ Փաշինյանի հələ մի հատ առավոտը ժամը 8-ից մարդիկ թող այդան Պրոշյան փողոցում տենան, թե ինչ է անում Հայաստանի ոստիկանությունը, որ Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոցից ի Թիգնազորի ուղեկցությամբ այդ 2 կիլոմետրով գնա հասնի կառավարության շենք։ Թողնը մի հատ գնան հաշվեն, թե քանի ոստիկան, քանի ոստիկանական մեքենա, քանի ոստիկաններ ամեն մի զեբրայի երկու կողմերում շարված մի քանիսը կան։ Բայց տենց իրանք հասարակության մյուս մասի անվտանգությունն են ապահովում։ Դրա հետևանքն էլ է տալնում։ Իսկ ինչպիսի մեխանիզմներ պետք է կիրառվեն նման դեպքերի կանխարգելման համար ամեն դեպքում։ Դե իրանք գործն է, ոստիկանությունը առավոտը որ լույսը բացվում է, իրանք գնում են աշխատանքել, նայեք, ինչքան քանի տասնյակ հազարավոր իրավապահներ կան։ Մեկը ոստիկան է, մեկը ԱԱՑ է, մեկը չգիտեմ, իրավապահ այլ մարմիններ են, քննչական մարմիններ են, դատախազներ են, բայց իրանք գործը առավոտից իրիկում պետք է լինի հանցագործությունները կանխարգելելը, բայց օպերատիվ իրավիճակ են վերահսկում։
Հսկայական փողեր են ստանում, միջոցներ, հələ տեսեք միայն այդ պարեկային ծառայության վրա պետությունը, Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ-ն, Եվրոպական միությունը քանի միլիոն դոլար փող են ծախսել Հայաստանում պարեկային ծառայության համակարգ ներդնելու համար։ Ամեն քայլափոխի պարեկները բան են անում, եթե մենք մարդ են տուգանում, ասում են մեքենայի տեխասմոտրի ժամկետը լրացել է։ Էդ է մեծ հանցանք այս հասարակության մեջ, թե որ տոննաներով թմրանյութ է վաճառում այս երկրում։ Տոննաներով։ Մենակ այն բանանի արկղերի մեջից տոննայով կոկային էին հայտնաբերել։ Երբ որ դրանի նախորդող ժամանակաշրջանում գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը ազգային ժողովում զեկուցել է, որ ամբողջ տարվա ընթացքում հայտնաբերվել է 56 գրամ կոկային տեսակի թմրանյութ։ 56 գրամ ու 4 տոննա։ Բայց դրանց գործի անունն ինչ է։ Բայց էլ հանգեցնում է հետևանքների։ Գալիս են մեր տները որսորդական հենա գնացել են պարգևատրված զենքեր են հանում ընդդիմադիր գործիչների մոտից, ու մարդու օրինական զենքն է, պարգևատրումով ստացել է գրանցած զենք է, գնում են սաղի զենքերը արգրավում են։ Բայց եթե զենքի նկատմամբ այդպես վերահսկողություն գոյություն ունի, ինքնաձիգը ինչ գործ ունի այն մարդու ձեռը, որ նայել գնա հանցագործություն կատարի։ Պարոն Ղազարյան, նաև վերջին շրջանում Միքայել Սրբազանի մեղավոր ճանաչելու փաստը արձանագրվեց մեր իրականությունում, մասնավորապես ձեր կարծիքով ինչպիսի իրավական եւ հասարակական հետևանքներ կարող է նաև թողնել ունենալ Միքայել Սրբազանի մեղավոր ճանաչելու այդ իրողությունը։ Այդ թեմայով ես չեմ կարող շատ խոսել, որովհետեւ ես հիմա դատանի որոշմամբ խոսքի սահմանափակում ունեմ եւ խոսքի սահմանափակումը վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, նրանց գործողություններին, չգիտեմ ինչի, այդպես սահմանափակում ունեմ ու չեմ ուզում, որ իմ կարծիքը այդ իմաստով իմ կարգավիճակի վրա ազդեցություն թողնի, որովհետև որոշում կայացնողը դատավոր է։ Եվ պարոն Ղազարյան, ինչպես արդեն գիտենք, ուրբաթ նախատեսված այդ իմպիչմենթի լսումների մասին իրողությունը եւս շարունակում է ակտուալ մնալ, ըստ ձեզ նախ ինչ սպասումներ ունենք առաջիկա ուրբաթ լսումներից, որին մնացել են ընդամենը ժամեր, եւ ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ դրանք մասնավորապես քաղաքական գործընթացների վրա։ Ուրեմն սա նոր փուլ է իմպիչմենտի գործընթացում, այն ինչ որ տեղի է ունենալու վաղվանից, որովհետեւ մենք մինչեւ հիմա ինչ իրողություն ունենք, նախ 2022 թվականի օգոստոսի 2-ից Պարլամենտը կարող էր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել նախաձեռնել։ Ցավոք սրտի 2025 թիվն է, մենք նոր ենք դրա մասին խոսում եւ այս ամբողջ ընթացքում չնայած բազմաթիվ բարձրաձայնումների, մասնավորապես իմ մշտական բարձրաձայնումների, Պարլամենտում այդ գործընթացը չէր սկսել։ 2025 թվականի ապրիլի 29-ին այս տարվա ես Արթունենք շարժման անունից ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներին նամակներ գրեցի հիմնավորելով, որ պետք է անվստահություն հայտնել վարչապետին։ Եվ տարբեր արձագանքներ եղան, եւ այդ արձագանքներից երկուսը եղան ֆունկցիոնալ։ Մեկը պատգամավորներ, որոնք խմբակցություններից դուրս են, Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Աստանյանի նախաձեռնություններ, որոնք իրենք սկսեցին վարչապետին անվստահություն հայտնելու իրենց գործընթացը, վարչապետի տեխնացու առաջադրելով Էդմոն Մարուկյանին։ Բայց իրանք անկեղծ ասեմ, հետագայում ոչ մի քայլ ջանք չեն գործադրել իրենց նախաձեռնությունը առաջ մղելու համար, այսինքն այլ պատգամավորների հետ խոսելու, քննարկումներ կազմակերպելու, հանրային հնչեղություն հաղորդել, այսինքն այս տպավորությունը ոնց որ ձևական կողմ են մենակ ապահովել, չեմ ասում, որ ընթացքում էլ հրաժարվեցին նաև իրենց տեխնացուի հետ խոսելով Միքայել Սրբազանին ասացին կարանք առաջադրենք առանց նրա հետ խոսելու, մի խոսքով։ Սա մի քիչ ես վերապահումներ ունեմ անկեղծ ասած, ես չնայած պաշտոնական իմաստով այն գոյություն ունի, բայց ֆունկցիոնալ իմաստով վերապահումներ կան սրա նկատմամբ, առավել ևս հաշվի առնելով թե ում են առաջադրել վարչապետի տեխնացու եւ ովքեր են նախաձեռնել։ Երկրորդ նախաձեռնությունը ցուցաբերեց պատիվ ունեմ խմբակցությունը, խմբակցության բոլոր 6 պատգամավորները վարչապետի տեխնացու են առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ սկսել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Որոշ ժամանակ իրենք էլ պասիվություն էին ցուցաբերում իրենց նախաձեռնությունը առաջ մղելու
հարցում եւ հիմա այլևս իրանք հաղթարել են այդ փուլը եւ անցել են ակտիվ քննարկումների փուլ եւ օգտվելով խմբակցության իրավունքից ազգային ժողովում լսումներ հրավիրելու սեպտեմբերի 26-ին հրավիրել են խորհրդարանական լսումներ եւ նաեւ ֆունկցիոնալ քայլեր են ձեռնարկել, որ պարբերաբար կարդում ենք, որ խմբակցության ղեկավարը Հայկ Մամիջանյանը, խմբակցության падգամավորներ, ինչպես նաեւ այդ խմբակցությունը հիմա այս պահին փաստացի մեն հանրապետական կուսակցությունն է ներկայացնում, որովհետեւ հայրենի կուսակցությունը դուրս է եկել այդ դաշինքի կազմից։ Իրենք նաեւ քաղաքական հանդիպումներ են ունեցել, արտախորհրդարանական քաղաքը։ Դե պարզ է, խորհրդարանականների հետ քննարկումը պետք է լինի խորհրդարանում, հենց լսումները դրա համար, այսինքն մի քիչ անտրամաբանական է, էլի, падգամավորը գնա падգամավորին հրավիրի խորհրդարանական, որովհետեւ երբ որ խորհրդարանական լսումները հայտարարվում է, բոլոր падգամավորները արդեն գիտեն, որ իրանք պետք է դրան մասնակցեն։ Բայց օրինակ ես չեմ կարող մասնակցեմ, եթե ինձ չհրավիրեն կամ եթե չզանգեմ, չգրանցվեմ հնարավոր։ Հիմա նախաձեռնողները իրենք են գնացել տարբեր քաղաքական ուժերի հետ, հանդիպումներ ունեցել, ներկայացնել իրենց մոտեցումները եւ ամենայն հավանականությամբ նաեւ հրավիրել լսումների։ Սա նշանակում է, որ այս լսումները բացի իր ֆորմալ կողմից նաեւ լուրջ հասարակական քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի իմաստ եւ խորհուրդ են իրենց մեջ պարունակում եւ միավորում են եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին այս օրակարգի շուրջ։ Դրան զուգահեռ ես Երևանի քաղաքապետարանին ծանոթություն եմ տվել եւ դա արդեն ընդունվել է գիտություն, արտոնված է։ Նույն օրը, նույն ժամին ազգային ժողովի մուտքի մոտ հրավիրում ենք հանրահավաք, նաեւ հրավիրում ենք մեր բոլոր քաղաքացիներին։ Ես իհարկե ավելի ուշ կմիանամ, բայց այնտեղ տեղադրված կլինի LED էկրան, ապահովված կլինի, որ մարդիկ ովքեր կան ազգային ժողովի դիմաց, այնտեղից կարողանան հետևել խորհրդարանական լսումների աշխատանքներին։ Ես հրավիրված եմ լսումներին, կմասնակցեմ, խնդրել եմ, որ ինձ ելույթի հնարավորություններ տան, եւ իմ ելույթ ունենալուց հետո ես ինքս էլ կգնամ կմիանամ ազգային ժողովի վակում հավաքված մարդկանց, ու ես եմ հրավիրել այդ հանրահավաքը։ Նպատակն այն է, որ այդ թեմային, այդ գաղափարին լինի նաև հանրային աջակցություն եւ մենք միասին կարողանանք այդ եղանակով, այդ ձևով Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնել, որովհետեւ դա նրան իշխանությունից հեռացնելու միակ հնարավորությունն է։ Ոչ միայն գործնական իմաստով, այլ նաև տեսականորեն անգամ բացառում է, որ նա իշխանությունից գնա, այսինքն տեսությունը ինչ է սահմանում, չէ՞, այսինքն սահմանադրությամբ 4 դեպք կարա լինի, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի։ Առաջին դեպքը դա իր մահն է։ Եթե ինքը մեռնի, էլ վարչապետ չի լինի։ Բայց դա ոչ մեկի կամքից, ցանկությունից կախված չի։ Դա Աստծո կամքն է, մեր աղոթներն են առաստված, որ դա հնարավորին է շուտ իրականանա, բայց թե ինչքանով Աստծո ձայնը, մեր ձայնը լսելի կլինի Աստծուն, դա էլ է բանավանդ իր ապարագայում այդ ուրիշ խնդրեմ կա, որ ինքը հարություն էլ է առնում ըստ իր ասելու, որովհետև ինքը ասում է, որ վերջին 5 տարվա ընթացքում մի 100-ից ավել անգամներ մեռել է եւ հարություն, այսինքն փաստորեն նույնիսկ մահը մեզ չի ազատում այդ չարիքից։ Երկրորդ հնարավոր տարբերակը դա իր հրաժարականն է, որը պարզվում է, որ ինքը ոչ մի պարագայում չի տվել եւ մինչեւ հիմիկվա բոլոր անդիմադիր շարժումները, բոլոր նախաձեռնությունները միտված են դրա, որ ինքը հրաժարական տա, ինքը դա չի արել։ Երրորդը դա իրավական գործընթացն է, որ ասենք իր հարուցվի քրեական վարույթ, ինքը դրանում ներգրաված լինի որպես մեղադրյալ, ձերբակալվի եւ քննիչի որոշմամբ կասեցվի նրա պաշտոնավարումը։ Հիմիկվա իրավապահ մարմինների համակարգում հաշվի առնելով, որ ինքն է իրավապահ մարմինների ղեկավարներին WhatsApp-ով պաշտոնից ազատում ու նշանակում, գործնականում այս տեսական տարբերակի կիրառումը 0-ի մոտ է։ Մնում է միակ տարբերակ, այսինքն այլընտրանք չունեցող, ես բոլոր տեսական տարբերակներն եմ։ Այլընտրանք չունեցող միակ տարբերակը մնում է վարչապետին անվստահություն հայտնելը, որտեղ իր կամքը այլևս նշանակություն չունի։ Այսինքն իրանից չի կա, ոչ էլ Աստծուց է կախված։ Այսինքն մենք չենք կարող Աստծուն աղոթենք, որ իրան անվստահություն հայտնվի։ Մենք պիտի գնանք պարլամենտ եւ падգամավորների հետ խոսենք, հասկանանք, թե իրանք ինչի իրենց պարտականությունները չեն կատարում։ Իսկ վարչապետին անվստահություն հայտնելը հիմա փաստացի մեր падգամավորների պարտականությունն է։ Ինչի համար, որովհետեւ սահմանադրությամբ падգամավորները վերահսկում են կառավարության գործունեությունը։
Կառավարությունն էլ համարվում այն սահմանադրական մարմինը, որը պիտի իրականացնի այն ծրագիրը, որը ազգային ժողովի կողմից հավանության առանց է։ Հիմա կառավարության 2021-26 թվականների ծրագիրը կառավարությունը ակնհայտորեն ոչ միայն չի կատարում, այլ կայացնում է որոշումներ, որոնք այդ ծրագրին հակառակ են։ Մի օրինակ բերեմ։ Ասենք օրինակ 21-26 թվի ծրագրում գրած է, որ կառավարությունը ԵՀԿ Մինսկի խումբը համանախագահությունը դիտարկում է որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների լուծման կարևորագույն մեխանիզմ։ Այսինքն ես ոչ թե հիմա ասում եմ, որ իրանք թող տենց անեն, այլ իրանք տենց արդեն որոշել են, որ այդ պիտի անեն, եւ դա հավանությունը արժանացել այդ մոտեցումը։ Հիմա այդ նույն կառավարությունը, դրա ղեկավարը, դրա կազմի մեջ մտնող արտգործնախարարը գնացել են Վաշինգտոն, նամակ են ստորագրել ԵՀԿ քարտուղարություն, ասում են այդ ԵՀԿ Մինսկի խումբը թող լուծարվի։ Այսինքն դա ով ասես կարար անել, բացի այս կառավարությունից, որովհետև այս կառավարությունը ասում է մենք հակառակը բոլոր խնդիրների լուծումը ԵՀԿ Մինսկի խմբի միջոցով ենք տեսնում։ Այսինքն ակնհայտ ոչ միայն չի կատարում ծրագիրը, հակառակն է անում։ Ու այս կարգի օրինակներ անհաշվելի են։ Ես հիմա իմ ձեռքի տակ չբերեցի կառավարության գործնական ծրագիրը, տպել եմ ու։ Ասենք մի անգամ ազգային ժողովում այդ վարժությունը արել եմ լրագրողների հետ։ Ասում եմ, թիվ ասեք 4-ից 104, այսինքն այդ 4 էջից սկսում է ծրագիրը 104 թե 107 էջ է։ Ասեմ, ցանկացած թիվ ասեք, ասենք մեկն ասում է 7, մեկն ասում է 56, մեկին բացում եմ այդ էջը ու կարդում եմ, այնիշ որ այնտեղ գրած է։ Ու հարց եմ տալիս, ասում եմ, հիմա որ լսեցիք, դա կատարվում է թե չէ։ Այսինքն այդպես կետ չկա, այնքան վստահ եմ ես այդ առուծը, որ ցանկացած հիմա որ ձեզ ասեմ մի հատ թիվ ասեք, այդ տունը բացեմ, կամ դուք ինքներդ ձեր մտքում մի հատ թիվ ասեք, կառավարության ծրագիրը կառավարության կայքում դրած է։ Մի հատ պայմանական թիվ ձեր մտքում պահեք, բացեք այդ էջը կարդացեք։ Դնում ես որ դա չի կատարվել։ Հիմա մեր սահմանադրությունն ասում է, ազգային ժողովը վերահսկում է կառավարությանը, եւ եթե տեսնում է որ կառավարությունը իր գործնական ծրագիրը չի կատարում, այդ անվստահության մեխանիզմը, ինստիտուտը դրա համար է նախատեսված, որպեսզի այդ կառավարությանը անվստահություն հայտնես։ Այսինքն մեր հիմիկվա իրողությունների պայմանում դա ազգային ժողովի պարտականությունն է։ Եվ ցանկացած падգամավոր, որ հրաժարվում է դրանից, ինքը պարտավոր է մեր հասարակությանը խելամիտ բացատրություններ տա, հակառակ դեպքում կստացվում է հիմա մենք այդ հարցը որ բարձրացնում ենք, ՔՊ-ականները դա չեն անի, ՔՊ-ականները շատ են, ՔՊ-ականը ինչա, ինչի են շատ, դա ինչ չի հետաքրքրում, որովհետև սահմանադրության մեջ ասում է յուրաքանչյուր падգամավոր առանձին վերցրած ներկայացնում է ողջ ժողովրդին։ Ասենք ինչքան էլ սարսափելի է դա պատկերացնել, բայց Ալեն Սիմոնյանը մեզ բոլորիս ներկայացնում է։ Անկախ դրանից մենք ընտրությանը մասնակցել ենք, չենք մասնակցել, Իրան ենք ընտրել, դեմ ենք եղել Իրան։ Երբ որ ինքը ընտրվել է падգամավոր, ինքը ողջ ժողովրդին է ներկայացնում, ամեն մեկ առանձին վերցրած։ Եվ ասում է падգամավորը ոչնչով կաշկանդված չի հրամայական մանդատով։ Եվ պիտի գործի իր խղճից ու համոզմունքներից ելնելով ու կատարի իր պարտականությունը, այսինքն ինքը չի կարող ասի, ես տենց եմ ուզում, տենց եմ անում։ Դու պաշտոնյա ես, դու պարտավոր ես անես այն, ինչ որ դու պարտավոր ես։ Հիմա ասենք ես մարզպետ եմ եղել։ Ես կարայի գնայի առավոտ աշխատանքի, ասեմ քաղաքացիների ընդունելություն կա, չէ՞, գրած է, որ մարզպետը կազմակերպում ամիսը մեկ անգամ քաղաքացիների ընդունելություն։ Գրանցում են քաղաքացիներ գալիս են, գիտեք քանի քաղաքացու եմ ընդունել։ Օր ա եղել 100-ից ավել։ 100-ից պատկերացնում եք, ասեք, դուք հիմա մեկին եք ընդունել։ Ասենց պատկերացրեք, պաշտոնյալ ես, նստես 100 մարդ, ինձ համար ավելի դժվար ծանր օր, որովհետև մարդիկ հիմնականում գալիս են տարբեր խնդիրներով սոցիալապես, դու պարտավոր ես լսես, լուծումներ տաս, եթե լուծումներ չես տալի, իրան հիմնավոր ես տենում, քաղաքացին է տերն է այս երկրի, դու ծառայող ես ընդամենը։ Հիմա ես այսօր այստեղ գալուց առաջ ազգային ժողովից եմ գալի, որտեղ падգամավորներին գրանցվել եմ ընդունելության, ինչ չեն ընտրում, ասենք Գայիշնիկ Արմենը, որը падգամավորին իր նախորդող պաշտոնը եղել է Գայիշնիկ։ Հիմա ինձ ընդունելության չի արժանացնում, դες բանվոս կլնի։ Ինքը մանավանդ որ գիտի ես իրանից ինչ, հիմա ասում եմ ես տենց եմ, ես չեմ ուզում վարչապետին անվստահ, իսկ ոչ չես ուզում։ Դու պարտականությունն է։
Այսինքն դու չես ուզում, որովհետև դու մտածում ես, որովհետև падգամավորես ոչ թե քո անհատական քաղաքական հեղինակության հատկանիշների, այլ իր շնորհիվ, որովհետև դու հիմա ստանում ես ամսական 900,000 ոչ մի բանի համար։ Եթե ուրիշները միտեղ աշխատում են, դժվար գործ են անում, ամիս մեկ 300,000, մեկը 400,000 առավոտը ցիրիկ ու պատասխանատու շուտ արտանան գործ եթան շուշանան։ Դրանք ոչ մի բանի համար, այսօր մի հատ падգամավոր, որ ինչ չի ընդունել, ինչ էր այդ աղջկան, ասկի չեմ էլ հիշում, դրանք անուններ ունեն, այնպես չի որ ասես չունեն անուն բան, էլի, բայց ոչ մեկ չգիտի դրանց անունը։ Չի ընդունում ինձ։ Իսկ ոչ չես ընդունում, էլի, ես չեմ կարող դա հասկանամ, իր պարտականությունը ո՞նց կարա մարդը չկատարի։ Ինչ էր այս աղջկա, մի հաս ասեմ։ Ծովինար Վարդանյան։ Հանձնաժողովի նախագահել է ինչ-որ։ Հիմա իրենք կարող ասեն, դե հիմա գիտես, մենք ամիսի 900,000 փող ունենք, տուն ենք առել, այդ տուն առնելուց փողը ինչքան է քիչ այլ է գնացել ենք վարկ ենք վերցրել, այդ վարկն էլ մեզ տվել է Հայ Էկոնոմ բանկը, որի սեփականատերից հիմնական սեփականատերից մեկն էլ ինքն էլ է դառնում падգամավոր, այդ նույն խմբից, ասես մի խումբ ենք ստեղծել, հանցախումբ, որը իր ֆինանսական բաղադրիչներ ունի, վարչական լծակներ ունի, ու հանցակներ են գործում։ Մեր պետության եւ ժողովրդի դե հարիվ ենք գտես, հայ ժողովրդին հարիվացնում ենք։ Գնացել ենք խափել ենք, ասել ենք այս ծրագիրն է մեր նախընտրական ծրագիրը, մեզ որ կողմ քվեարկեք, մենք այս ծրագիրը, այս դրույթները կիրականացնենք։ Սրանք էլ էս հարիվները մեզ լսել են, գնացել են մեզ ընտրել են, մենք էլ ձևավորել ենք մի հատ կառավարություն, մեր գլխավոր շարլատանին սարքել ենք վարչապետ, այդ գլխավոր խափեբային, ծրագիրն էլ հաստատել ենք այս մեր նախընտրական ծրագրերի հիման վրա, դրել ենք մի կողմ, գնացել է Ալիևին նստած լսում, Ալիևը ինչ պահանջ դնում է, այս պահանջը կա։ Այսինքն ոչ թե հայ ժողովրդի, իսկ ինքը նախարարը նշանակվելուց դե մի հատ երթման տեքստ կա օրենքով։ Ասում է ստանձնելով կառավարության անդամի բարձր պաշտոնը, երթվում եմ կատարել ժողովրդի առջև ստանձնած իմ պարտավորությունները հարգելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները։ Այսինքն ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները այն խոստումներն ա որ տվել է եւ ցանկացած կառավարություն, ցանկացած падգամավոր իր խոստումները պարտավոր է կատարի հարգելով սահմանադրություն, մնալով սահմանադրության եւ օրենքների շրջան, այսինքն նույնիսկ եթե մի լավ բան կարանի, բայց օրենքը խախտել չանի։ Այն լավ բաները պետք է անես, որ օրենքի շրջանակներում։ Հիմա սրանք ժողովրդին տված խոստումները հերիք չեն կատարում։ Հետ էլ կատարում են ճշնամու պահանջները, որտեղ հանդիպում են օրենսդրական արգելքի, ասում են օրենք կփոխենք։ Գալիս են հանդիպում են սահմանադրություն կփոխենք։ Գալիս են հանդիպում են անկախության հռչակագրի, ամեն ինչ կփոխենք, երկիրը կվերացնենք, ես պետությունը կվերացնենք, մի հատ նոր պետություն, եթե հնարավոր լինի կստեղծել, ամեն ինչ կանենք, բացի ժողովրդի առջև ստանձնած մեր պարտավորություններից։ Իրանց նպատակ մենակ Ալիևի պահանջներ կատարելն է։ Հիմա Ալիևի պահանջ են ուզում կատարեն, դե Ադրբեջանում կատարեն։ Հիմա ասենք օրինակ այսօր падգամավորը որից չի ընդունել Արմեն Խաչատրյան։ Հիմա պատկերացրեք, այս տեսականորեն էլ իրան գնում են ասում են պարոն Խաչատրյան, ընդունարանում ձեզ սպասում է Լեհաստանում Ադրբեջանի նախկին դեսպանը, ուզում է ձեզ հետ հանդիպի։ Ինչ եք կարծում, Արմեն Խաչատրյանն ինչ կանի։ Իմ կարծիքով վազելով կգա ընդունարան, որ հանդիպի կուղեկցի, կտանի, կնկարվի, նկարեցնենք, ասի բան ասում։ Բարեկամություն ենք անում ենք, խաղաղություն ենք, ես էլ իմ մասով։ Բայց երբ որ իրան ասում են ընդունարանում քեզ սպասում է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանը, ասում է չէ, դա հետաքրքիր չի։ Իսկ այս պարագայում ինչ գործոններ կարող են այսպես ասած դանդաղեցնել կամ խոչընդոտել այս գործընթացին։ Այս խոչընդոտը ասում եմ հանցախմբի հետ առնչվել է, որովհետև որոշումը կայացնելու համար պետք է առնվազն 54 падգամավորի կողմ ձայն։ Եվ այս պայդրությամբ այդ նախաձեռնությանը կողմա փաստացի ընդամենը 6 падգամավոր։ Այսինքն մնացած падգամավորների աջակցությունը ուստի կապ չունի իրանք որ խմբակցությունից են, որովհետև որոշման ընդունման համար չի ասում որ խմբակցությունը պիտի կազմի, падգամավորներ պիտի քվեարկեն։ Բայց առայժմ այս 6-ից բացի մենք փաստացի ունենք 6 պլյուս 2 առանձին նախաձեռնությունը, 6-ը առանձին, այսինքն փաստացի այսօր ազգային ժողովի 107 падգամավորներից 8-ը չեն ուզում որ վարչապետը լինի Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչ ազդակներ կարող ենք ակնկալել նաև հանրությունից եւ քաղաքական շրջանակից։ Դե հանրությունը ես դրա համար հրավիրել եմ ազգային ժողովի մոտ, որ կան իրենց վերաբերմունքը արտահայտեն։ Հիմա ասենք օրինակ մեծ թվով մարդիկ կան,
ովքեր ուզում են, որ Սամվել Կարապետյանը ազատ արձակվի, չէ։ Նախաձեռնություն կա, կոչվում է բանը մեր ձևով շարժում, չէ, նախաձեռնությունը, իրանց գլխավոր նպատակը այսօր որը պիտի լինի։ Ոչ թե Վանաձորի կամ Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման, այլ առաջին հերթին այդ ազնիվ բարեպաշտ մարդուն հանիրավի զրկված իր ազատությունը վերականգնելն է, այդ մարդուն ազատություն տալն է։ Հիմա պարզ է, չէ, որ քանի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, Սամվել Կարապետյան նստածալելու բանտում։ Եթե Սամվել Կարապետյան նստածալելու բանտում Մեղրու զարգացման ծրագիր ում է պետք։ Նշանակում է ցանկացած մարդ, ով որ ուզում է որ Մեղրին զարգանա, Վանաձոր երկիր պիտի վաղ ժամը 12-ին ազգային ժողովի դիմաց։ Հիմա բազմաթիվ մարդիկ ասում են սխալ է որ սրբազաններին դատում են, հանիրավի է, պիտի ազատ արձակվի, Բագրատ Սրբազան։ Պարզ է, չէ՞ որ Միքայել Սրբազանին ինչ բոլոր փաստաբանները իր իրավաբանները ասում են, սա կանխատես, հələ դատանը վերդիկտը չէ կայացրել, բոլորն ասում են պարզ է, տանելու են մարդուն բանտարկեն նորից, ազատություն չի լինելու Միքայել Սրբազանին։ Բոլորը գիտեն, որ Բագրատ Սրբազանին ոչ մեկն ազատություն չի տալու։ Ինչի՞ չտալու, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, չէ՞, որտեղ այդ ոչ մեկն է կայացրել, չէ՞։ Հիմա որպեսի Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, մնացած արդարները ազատ արձակվեն, մարդիկ ոչ թե պիտի այդան, լավ են անում որ գնում են, ես էլ եմ գնում, դատանի բակերում կանգնեն։ Այդ պիտի գան ժամ 12-ին ազգային ժողովի շենքի դիմաց կանգնեն։ Հիմա 120,000, 150,000 արցախցի անտեր վիճակում փախստական բերել են ստե, ճիշտ է։ Հիմա այդ մարդկանց խնդիրների լուծումը, քանի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, ինքը ասել է, քանի մենք մեկ էլ մի հատ աղջիկ կա, Բաբայագայի նման մի հատ պատգամավոր կա, Արուսյակ Ջուլակյան, շատ նման է։ Ասում է, քանի մենք իշխանության ղեկին ենք, արցախցիների վերադարձի հարց չի քննարկվելու, այսինքն իրանք չեն բարձրացնելու այդ, նույն ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա արցախցիները որ լսում են, դա պիտի հասկանան, չէ՞ որ քանի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, իրանք իրանց հայրենիք վերադառնալու շանս անգամ չունեն։ Իրանք ավելի վատ վիճակում են լինելու, քան հիմա են։ Հիմա որպեսզի այդ վիճակի մեջ չլինեն, պիտի Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի։ Որպեսզի Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի, իրանք վաղը ժամ 12-ին պիտի լինեն ազգային ժողովի դիմաց։ Այսինքն եթե այս մարդիկ չեն գալի ինձ, իրանց ճակատագիրը կանխորոշված է։ Գալիս են։ Այդ ժամանակ մենք հնարավոր է որ ունենանք արդյունք։ Եվ վերջին հարցը պարոն Ղազարյան, ինչ խորհուրդ կտաք վերջապես նաև մեր համակարգացիներին, երբ կարելի ասել անգամ իրենց իրավունքները որոշակի չափով վտանգված են եւ պաշտոնյաները կարծես թե ժամանակ են ձգում, այսպես ասած, որոնք է այս ամենի միջին ոսկե միջինը։ Ոսկե միջին գոյություն չունի, մենք հիմա ճշնամական տիրապետության տակ ենք, իսկ ճշնամական տիրապետության տակ գտնվող ժողովուրդներ, ասենք, եթե զավթվել է եւ հալածվում է այդ ժողովուրդը, մի բան անում, դիմում է ազգային ազատագրական պայքարի։ Հիմա մեր ժողովուրդը պիտի դուրս գա ազգային ազատագրական պայքարի, բայց քանի որ մենք դեռևս պետության նշույլներ ունենք, որը հիմա քայքայվում վերանում է, մենք պիտի օգտվենք այդ պետության ստեղծած հնարավորությունից։ Իսկ պետության ստեղծած հնարավորությունները սահմանված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Սահմանադրությունն ասում է, որ հնարավոր է չարագործություններ անող, իր ծրագիրը չկատարող, դժբախտություններ բերող վարչապետի եւ կառավարությանը անվստահություն հայտնել։ Եվ եթե 107 падգամավորների մեջ դեռ կան մարդիկ, որ այդքան բանը չեն գիտակցել, պիտի ժողովուրդը հավաքվի, գնան այդ падգամավորների հետ խոսելու, դա բացատրելու, որպեսզի իրանք գիտակցեն։ Իսկ դա Հրանտ Մաթեոսյանը ձևակերպել, ասում է 20 հոգի առողջ տղամարդ ենք, ուզենք շալվարը քանենք, ուզենք տազա շալվար։ Դա ոչ թե պետք է հասկանալ բառի բուն իմաստով, այսինքն մենք վաղը ժամը 12-ին ազգային ժողովի ոչ մի падգամավորի շալվար չենք հանելու, ոչ մեկի շալվարը չենք հագցնելու, բայց պիտի հավաքվենք, գնանք այդ մարդկանց բացատրենք մեր երկրի սահմանադրությունը, օրենքները եւ իրաց տված երթումը, եւ որպես իշխանության իրական տեր պահանջենք, որպեսզի նրանք իրենց պարտականությունները կատարեն։ Հասկանալի է։ Շնորհակալություն ձեզ շատ, պարոն Ղազարյան, մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում այսօր իմ զրուցակիցներ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը եւ վերջում պարզապես հիշեցնենք, որ իրավունքի հավելվածը կարող եք ներբեռնել նաեւ Google որոնողական համակարգից եւ լինել տեղեկացված։ Ցտեսություն։